Ողջույն, Կորզարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձերի հետ այսօրվա մեր հյուրն է Ավոլ Ախոյան, ողջույն Ավո ջան։ Ողջույն։ Դուք եկել եք Սիրիայից։ Այո, Հալեբից։ Այո, Հալեբից երբ եք եկել ու ինչի համար եք հայրենադարձել։ Ես 2017-ի մարտին վերջնական տեղափոխվել եմ։ 2016-ին երեխա ծնվեց Հայաստանում, այն ծննդի արարողության ժամանակ եկանք ու հետ վերադարձա, որովհետեւ գինս եւ աղջիկս առաջին հետ վերադառնան, բայց արդեն վերադառնալ եմ վերջ, որոշեցի, որ արդեն պետքա մնան ու ես վերադառնամ Հայաստան։ Գալիս եք շատ առաջ։ Չէ, այդ մի անգամ էր, որ հասել էի Հայաստան։ 16-ին եկել էի, սիրել էի։ Հոկտեմբերին եկել էի, արդեն պետք էր ժամանակը հասուն սրեր, որ ես Արաբեն դուրս գամ։ Ու արդեն 17-ի մարտին արդեն մինչև այդ 2-3 ամիսը կազմակերպվիմ եւ վերադառնամ Հայաստան եւ շատ շուտ որոշում կայացրել եմ, որ շատ 15 օրվա մեջ ես որոշեցի, որ պետք է արդեն վերջնական տեղափոխվեմ։ Շատ գար ժամանակվա մեջ որոշել եք, ադի շատ այսինքն վճռականություն գուզե նախ եւ որոշումը կայացրել եք ձեր ընտանիքի հետ, կորձը ստեղ առաջարկ ստացել եք, ինչն էր այդ առաջին քայլերը։ Շատ արագ որոշելը վերջի որոշելուն մասին է, բայց մենք 2010-ին թեկուզ պատերազմեն առաջ նորեն Հայաստան գալ բնակելու այդ երազով կապրինք սպիրկում դուք լավ գիտեք։ Պատերազմեն առաջ թեկուզ։ Պատերազմը արդեն պատճառները մեկն էր, որ ավելի շուտ պետք էր շարժեինք, բայց երևի աչուդիմ կողս 6-7 տարի տևեց, մինչև ես որոշեմ իրականության մեջ, որտեղ իմ ընկերները, եղբայրները եւ այլն շատեր ավելի շուտ տեղափոխվեցան։ Մեկ մասը Հայաստան, մեկ մասը օտար երկրներ։ Շատ արագ որոշելը կապված էր Սիրիայի ադվատ վիճակեն, մանավանդ երբ որ երեխան ծնվեց ու արդեն բարդավորությունները ավելացավ եւ բարդավորվեցա ես էլ ավելի շուտ որոշում առնել եւ տեղափոխվել Հայաստան։ Այսքան։ Ձեր հոստեղի եկողները ցեզանից առաջ իրենք քաչալերեցին, ինչպես էր իրենց առաջարկը կամ իրենց մի խորհուրդներ ստացակ, որով շատեր կան որ մի քանի խորհուրդով ստեղի աբրողներից համոզվում են քիչ բան է պետք ադեն որ մեկում համոզես։ Իրականության մեջ միշտ մարդու բնավորության մեջ կա, չէ, մարդը իր կողմը ավելի շատ է գնահատում, սիրում, հավնում եւ կաչալերում որ են կողմ գնան։ Կանադա եղողը վստահ որ Կանադան ավելի լավ է, եկեք թղթերը կանենք եւ այլն։ Եվրոպա գնացողը նույն ցև, Հայաստան եկողը նույն ցև։ Հիմա անկախ ամեն մեկի խորհուրդեն այդ առաջարկը քեզ համար հարմար է թե չէ, դա պետք է հասկանալ։ Իրականության մեջ Հայաստանը իր լավ եւ վատ կողմերը ունի, չի բացառվել ոչ մեկտեղ որ չլա, միայն լավ կամ միայն վատ։ Եղբայրս հոս էր արդեն ավելի 18 տարի է, այդ ժամանակ արդեն հոս էր 2020-ին 2000 ներողություն։ Հարազատ մեծ եղբայրս Հարութը, իսկ փոքր եղբայրս էլ ինձ մե 5 տարի առաջ տեղափոխվեց 2013-ին։ Ու արդեն իրանք քաչալերում էին, որ մենք դուրս գանք այդ վատ ամենաանաբահով վիճակեն ֆինանսականի մասին չէր խոսքը, որտեղ մարդու առաջնահերթությունը ապահովությունն է, իր ֆիզիկական ապահովությունն են դուրս գալ, վերջը հասկանանք Հայաստան ինչ կրնանք քնել։ Ամբողջ չէր որ ոստեղ շատ լավ առաջարկ կար աշխատանքի եւ հոն ֆինանսական խնդիր ունեինք։ Ընդհակառակը ֆինանսական կարող այնտեղ ավելի լավ էր, քան այստեղ այդ առաջի դարբերությունը, եթե նայում ենք առաջի օրվա, բայց մենք պետք է նայենք 5 տարի վերջ որտեղ ավելի լավ կլինեն կամ 10 տարի վերջ կամ մեր երեխեքը որտեղ ավելի լավ աբակա կունենան։ Ու այդ քաչությունը պետքա ունենալ քաչություններ կամ վախկոտություններ անաբահով վիճակեն։ Կարող են անաբահով վիճակի վախկոտ վիճակեն դուրս եկանք եւ վախ շատ բարձր է, նորմալ է որ մարդը ըսկա։ Հետևաբար այդ վիճակեն դուրս ելելով ամենախելամիտ լուծումը Հայաստանն էր հոգեբես հայրենիքի իմաստով երեխեքի իմաստով երեխան թեր նոր ծնված էր չէ որ հաբակային հայ մնաց իհարկե մեր մշտական սպիրկի հիմքը այն է որ թեպի Հայաստան գարկոխոսով մենք ապրում ենք միշտ բոլոր սպիրկում գարձեմ իրանք միշտ էլ կուզեն այնպես որ տեղափոխվեցինք որոշումը թեպի Հայաստան Իսլվա հայրենասիրության կորձիկը գաստեղ հիմա ճիշտ է որ եղբայրները հոսեին իրենք քաչալերեցին հարազատ եղբոր քաչալերանքն շատ ուժեղ է կարևոր է բայց նաև դու կարող եք ինչպես որ շատ մս Սիրիահայեր, Ֆրանսա, Շվեդ, Կանադա, ինչպես որ գնացին դուք եք կարող եք գնալ ասելու որ այնտեղ ավելի բարեկարգ է Հայաստանի պես դեր նոր աջող երկիր չէ եւ այլն դուք այդ քաչությունն ու հայրենասիրությունը ունեցաք որ նժարի վրա տնելով խնդիրներն ու լավ գետերը նաև թրիկ լավ գետերի մեջ հայրենասիրություն ծեր երեխեքի աբական անշուշտ առաջի ամենակարևոր կետը որ Հայաստան հայրենիք
երթալներ, թե չէ Բեյրութն էլ գար, Եվրոպան էլ գար, մինչև այսօր շատ մոդիկ հարազատներ ունեմ Կանադայի մեջ, լավ պաշտոններով, լավ կորձով տեղավորված արդեն 40-50 տարի է, շատ հեշտ էր այդ թղթապանություն անել գնալը։ Չեմ գրնալսել, որ երթալը սխալ է, ոչ այլ գրնալսել մնալը ճիշտ է, պիտի մարդը իր համեմատ, իրեն հարմար եւ իրեն հոգեհարազատ տեղը գտնե։ Հայրենիքի առումով խոսենք, հայրենիքի առումով իմ համար նախընտրելին, որ Հայաստանն էր եւ իմ սրդի նպատակների, մտքի, հոգու հարազատ տեղը ինձի համար թե իմ ընտանիքի, թե եղբայրներուս հարազատներով ու թե իմ սերունդով հաջորդ երեխեքով որ մնան Հայաստան։ Ասի մեծ կորձի, ամենախաթասություն չի, որովհետեւ մեծ ներդրումը ինչ որ գնենք բոլորս մեր երեխեքի համար է, թե Հայաստանը որ գուզենք որ ավելի լավ լինի հայդակայում մեր երեխեքի համար, իրենց հոգևորը եւ հայկականությունը մեր երեխեքի համար, որովհետեւ դուրսը գորած ենք։ Միանշանակ։ Եթե մենք չէ, մեր երեխեքը, եթե մեր երեխեքը չէ, մաքսիմում երրորդ սերունդը արդեն որ իրենք ընդհանրապես հայերեն խոսելը դժվարանում են։ Շատ ծանոթներ հաստատ բոլորս ունենք գլնի Մոսկվայում, Ամերիկայում, դարբեր երկրներում շատ լավ, շատ հայրենասեր, շատ նվիրյալ, բայց իրանց երեխեքը արդեն մի քիչ կյանքի պայմաններից ելնելով ավելի թեթևացած հայրենասիրությունը, որովհետև չեն տեսնում, չեն լսում, իսկ իրանց արդեն թորները հասկանում են հայերեն, արդեն իրանց համար դա ուրախանալի է, որ արդեն հասկանում են, բայց մի հատ էլ որ ներքև իջնենք, հաստատ ամենահայրենասերներու թորները արդեն այսօր Մենք էսա հաղորդումի նպատակը, այո, ամեն երկիրա գնանք խոսիլ տնտեսական, ավելի լավ է Գերմանիան, գաունի թերություններ, ամեն երկիր ունի իր, բայց վերջում սեղանի վրա դրված թեման, որ մեր հետո եկող սերունդները ինչ պիտի լինեն ամեն առումներով ու նաև իրենց շնորհիվ երկիրը ինչ պիտի լինի, որովհետև իրենք էլ պետք է այս երկիրը գառուցեն ու շադանալու քանակի շադանալու այդ խնդիրն էլ կա, որ մեր Հայաստան այսօր եթե 1 միլիոնից ավել կային սպյուրքեն մենք այս վիճակում չէինք լինի միանշանակ, բայց չեկան բոլորը մտածեցին իրենց նեղ իրենց առօրյան առանց մտածելու որ իրենց երեխաները հետո ինչ պիտի դառնան հոն է խնդրեմը մեկը այսօր սպյուրքի մեջ թող չի ասի որ իմ թորներս փրկված են այդ ամեն ինչից թե հայկականության բահբանումից թե փարոյականի մասին էլ չի խոսանք այլևս դրսի առումով միջին արևելքը գար որ մի քիչ բահբանում էր էդել բادرազներով վարվում է հետ չի կանգնում այդ վարվիլը նրա համար մեր ուղղությունը ստեղա դուք եկաք եղբայրները խորհուրդներ դվին բայց նայ դեսակ ստեղ առաջին քայլերը Թրագան, ժխտագան, ինչ են առաջին ցերկ դպավորությունները։ Իրական շատ հարաբերական է, եթե լավադեսես լավ բաներով շատ կրնամ զարդարել հիմա այնպես որ լսողները վաղ արդու որոշում կայացնեն կամ շատ աթույցով երթան։ Եթե վադի մասին խոսեմ, այնքան վատ բան կա, որ կարող է կյանքում չմտածեն Հայաստան տեղափոխվին։ Իրականության մեջ բոլոր դեղերը նույնն է։ Այդ մարդու մեջ են, եթե արդու արտնցավի ինքը լավ դրամատրությամբ եւ պայման չի ամեն օր այդպես լա, շատ դեպքերում հագարակն է։ Եվ վադեն սորվելու վատ դեպքով ինքը դաստիարակվելու կամ ուշադրություն ունելու որ մույս անգամ նույն վադի մեջ չինալը ամենակարևոր խնդիրներն է որ մենք ամեն օր հայտնվում ենք կարող է նույն րոպեին բարգանալով նեղանալով ինչ որ մեղադրանքներով ինձ կողքինից դիմացինից հարևանից դիմացի ավտոքշոյին բայց վերջում հասկանում ես որ դա նորմալ երևույթ է ու բոլոր դեղերը կարան լինեն դրա համար պետք է հնարավորինս այդ հարցերու նայել ընդհանուր եթե ինքը լիներ Ամերիկայում չէր կարա այդ հարցը լիներ կամ Ֆրանսիայում կամ ուրիշ տեղ եթե խոսքը հայրենիքի մասին է եւ հայրենիքի մեղադրելով է մենք հալ դերակատար ենք այդ հայրենիքի ինչ որ մեկ քարը չտնելու մասով կամ երկու քարը կամ 10 քարը անմար իրա կարողությամբ եթե ես կրնամ 10 տնել պետք է 5-ը չտնեմ որովհետեւ քիչ դրած է ինձ համար մյուսն էլ գրնալ իր հնարավորությունը 3 է ինքը արդեն 2 տնե շատ ահագին դրած կլա շատ ճիշտ մոդես հետեւաբար մենք ինչ դերակատար ենք այդ խնդիրի մեջ ու մեղադրանքներու մասով էլ հնարավորինս փորձել մեղադրանքները նայել դա գլոբալ նույն խնդիրը բոլոր երկրներում էլ կա մենք եղել ենք Բեյրութում էլ Դուբայում էլ ենք կորզանում աշխատում նույն խնդիրները կա որ մեզ համար հերվից ուրիշ կերպ է դրա մարքեթինգը բոլոր դեղերն էլ ինձ թվում է Մոսկվայում էլ նույն խնդիրները կա առհասարակ ինքը մարդկային խնդիրներ որ բոլոր դեղերը կարող է լինեն դուք ուրեմն այդ մոդեցումով եկաք ու սկսան ցերաչը թռները բացվել որոշ չափով դժվարություններով, բայց դուք կարողացաք հիմնել բիզնես։ Անգերս լինեմ հայրենասիրությունը կար ամփոխչի մեջ, բայց միայն հայրենասիրությամբ էլ մենք չենք կրնալ ինչ որ երկիր կառուցել կամ ընտանիք պահել կամ առօրյան լավ ունենալ, որովհետև իմ համար
արդեն հասել եմ այսօր, որովհետև ես այսօր այս դրամապանությամբ եմ նայում, կարող է 5 տարի առաջ ուրիշ դրամապանությամբ էի, 10 տարի առաջ ուրիշ։ Այսօրվա իմ դրամապանություն ասեմ, որ եթե մենք չունենք լավ ամուր, հասուն եւ զարգացած ընտանիք, ամենաառաջ, առաջ մարդ պիտի, հետո ընտանիք, հետո երեխաներ, հետո եղբայր ընկերություն եւ հայրենիք, որտեղ միայն հայրենասիրությամբ շատ դժվար է որ մենք լավ հայրենիք կազմենք։ Մենք պիտի ամուր ընտանիք լինենք, ընտանեկան սրբություններից սկսած մինչև մեր ընկերական, հոգևոր, բիզնես հարաբերությունները, որտեղ ամբողջ կառուցված է մարդու վրա վերջավորության։ Մենք ուժեղ լինենք եւ մենք հարմարվենք եւ մենք ինքնափավ լինենք, վերջը որ կարողանանք մեր բահել հայրենիքը, որովհետեւ անհնար է հարուստ Հայաստան ունենանք, բայց աղքատ քաղաքացիներ։ Որտեղ երկրի հարստությունը կապված է քաղաքացիներու իրանց կարողության, ֆինանսական հնարավորություններու, ընկերություններու, թուրքեն ընկերություններ ներգրավելու մեջ։ Նաև գա Հայաստանը ունի իր առավելությունները համեմատած զարգացած երկրների, որ դուք եք գալիս նոր երկիրը, որ նորաստեղծ է համարյա, շատ բաներ բագասում են։ Չի նման իր Իտալիա կամ Գերմանիա կնանալուց, որ այնտեղ քո արածը, քո մտածածը արդեն վաղուց մտածված է, մշակված է եւ շատ ավելի առաջ գնացած է, այդ որովհետեւ երկիներ շատունց պատերազմ չեն ունեցած, նորաստեղծ չեն եւ այլն։ Այդ առավելություններից էլ կարելի է օգտվել, որ չկա կամ գա ծառայությունը լավ չի, դու կարա կա ու ծեր դեղը գտնեք շատ արագ։ Միանշանակ։ Մեր ուրեմն որոշումից հետո ինչ պիտի անենք։ Հիմա որոշեցինք, որ դվատ վիճակեն դուրս գալ առաջի հերթին, ոչ թե հաստատ։ Ընթացքում գար մեր մտքում մի քանի բիզնես իդեաներ, փոքրի մասն եմ ասում, որ բիզնես եմ ասում, մեծի մասին չէ։ Շատ փոքր գումարով ես տեղափոխվել եմ Հայաստան ու փորձել եմ նայել այն բանը, որ դուք իմացիք, որ չկա Հայաստանում, որ ես կարող եմ դա զարգացնել։ Մեկը երկարժամկետ ժամանակ կբահանջեր, որ ինքը գայանա, որը մեր ընտանեկան կանաչ սնունդ ընկերությունն է, որը մենք սկսել ենք շատ բարձ փոքր ինչ որ ամենահամեստ կարողություններով արևելյան ուդել սնունդի արտադրություն է այս պահին, որը արտադրում ենք թե գարջաժամկետ ապրանքներ եւ թե գիսաֆաբրիկատներ, որ սարածված են իրանք խանութներում, ռիթեյլների բոլոր խանութներում կան ցանցերում, հյուրանոցների ընկերության անունը կանաչ սնունդ է։ Բայց մենք չենք պատկերացնել, որ ինքը գահասնի աս մագարտակին ասքան ուշ մեր սպասումները շատ ավելի շուտ էր, որ շատ ավելի շուտ մենք կրնանք առաջ երթալ, շատ ավելի շուտ շահույթ գիրարենք եւ ավելի հեշտ էր ամեն ինչ մեր պատկերացումը, որովհետեւ այդ դրամապանությամբ եկել ենք, բայց բարձ է որ ինչպես որ նորից բոլոր դեղերում, բոլոր երկրներում, բոլոր բիզնեսներում կա իր խնդիրները, կա իր դժվարությունները, սկսած արտադրանքից մինչև վերջի մեր խանութների խնդիրները, ասեմ, կամ ամենօրյա խնդիրները, կամ աշխատագիցների խնդիրները, թեկուզ որ մեզ համար ամենօրվա իրանք process-ներ են։ Բայց ինչպես կարողացանք հաղթահարել, որովհետև ընդրել էինք, եթե համարում ենք հաղթած արդեն, բայց այս խաղը մշտական է, ինչքան ապրում ենք, այնքան գա, կամ ինչքան այս բիզնեսում գործում ենք։ Ընդրել էինք այն ապրանքը, որը Հայաստանում չկա։ Այդ էլ արևելյան սնունդի ամենափոփուլյար ասենք հումուսը, մութաբալը եւ իրանց սեթերը ընդհանուր։ Շատ լավ էր որ մրցակից չունեինք, բայց շատ վատ էր որ մշակույթը չկար ուտելու։ Մեր մոտ գիտեք ամեն օր ամենտեղ ամեն խանութ արավոտ կեսօր իրիկուն, այստեղ հիմա արդեն սովորացնելու խնդիր ունեինք։ Միշտ ամեն ինչի գա լավ կողմերը եւ գա վատ կողմերը։ Կամ պիտի արտադրեինք մի հատ սովորական բահածո կամ ինչ որ հաց կամ եւ այլն ու մտնենք այդ մրցակցային խնդիրների մեջ, որ մենք ֆինանսապես չէինք կրնար դիմանալ, կամ պիտի դրենք շատ յունիկ, որը չկա ու մենք քիչ-քիչ սովորացնելով մեր մարքեթինգով, մեր հնարավորություններով սովորացնել այդ ինչա ոնց են ուտում, ինչպես են ուտում, ինչպես օգտագործում են եւ արդեն իրանց սովորացնել դրա համի ու ամենօրվա ուտելու խնդիրները։ Բայց դուք երկու առավելություն ունիք հարցով։ Նախ սկիզբեն ասեմ որ ես 2005-ից եկած եմ, թե 2007-ին կայք 17-ի փոխարեն ավելի արագ հայտնի կլինեիք։ Ինչքան ուշ կա ես մարդկանց ասում եմ, ինչքան ուշ կան, ինչքան արդեն գայացած ամեն ինչը։ Մինչև 2017-ը գային դենց բաներ, բայց սուպերմարկետներում չեն բադվերներով էին on-line եւ այլն, բայց սկսել էր այդ մշակույթը, բայց հումուսն ու մտաբալը բոլորը գիտեն գրեթե Հայաստանի ժողովրդի մեծ մասը գիտի, դուք գեղեցիկ ցևով ներկայացրեցիք, առօրյա շատ գեղեցիկ, ու դա որ տեսնում են մարդիկ աչքը շոյում է, շատ կարևոր է։ Ու երևի դուք ձեր հաշվարկը որ ավելի արագ
առաջ կգնայինք Սիրիայի հաշվարկեր։ Իհարկե։ Որովհետեւ Սիրիայի լինեիք, այդ հաշվարկը հոս բարեփոխտապար որ աշխատեց։ Միգուցե ուրիշ քաղաք լիներ, ուրիշ աշխարհով ինչ որ երկրի մեջ, որ չգտնեիք այդ հաջորդը, հա։ Դրա համար այդ առավելությունը ունեցել եք, որ առաջին անգամվան են լավ փաթեթավորում ու որակյալ ապրանք լինելը օգնեց։ Ես միշտ ասում եմ, եկել ենք ստեղ մի բան փոխելու, բայց դեպի լավը, ոչ թե գիսատ մրատ։ Ու ծեր ապրանքը շուտովացելով ես, այսինքն ինչքան դեպեց ծեր բրենդը որոշ չափով հայտնի լինելը սուպերմարկետներում։ Առաջի 2 տարին դեռ մենք խանութներում ամբողջովին չգայինք։ Այդ 2 տարի դեպեց այդ process-ը, որ մտնենք մինչև խանութները, ասենք, թեկուզ ամենամեծ ցանցերը, 2.5 տարի։ Եթե ոչ ավել, հիշողությամբ հիմա ասում եմ։ Բայց ինքնա խանութն է մեղավոր, թե դուք արակման process չգար, աշխատող չգար, արդատրություն չգար, քանակ, դա էլ կարևոր է։ Եթե դա սոկով ես աշխատում, ենթադրենք, չգիտեմ, երևի 20 պիտի անես, այդ 20-ի բարձրացնելը դժվար է։ Քանակի մասով խնդիր չունեինք, որ օրվա բանջարը, որովհետև շատ քիչ էր, որ թվերը ասեմ, օրը 5 հատ, 10 հատ, 15 հատով, առաջին երևի 6 ամիսը օրը 40-50 դուփ էինք մենք արդատրում, որը կիլո է, որ վերած ենք 10 կիլո է։ Այսինքն 10 կիլոն մենք մի ամսում մենակ մենք ենք սպառում։ Հետևաբար խանութներում մտնելու խնդիրները, առավելությունները ասեմ, միշտ էլ ասում եմ ու անպայման բարդ եմ զգում, շատ խանութներ, առաջի անգամ որ մտել ենք եւ ապրանքը ցույց տվել ենք եւ որ մենք ունենք այսպիսի բան, թեկուզ մտածում ենք նախքան։ Որտեղից եք, ոնց որ акցենտը Հայաստանից չեք, Բարսկահայ եք թե Սիրիա Լիբանան, ասում ենք Հալեբից ենք եկել, բա ոնց է Հալեբը, հայերը ոնց են ապրում, առաջի հարցը, երկրորդ հարցը, որ շատ լավ է որ Հայաստան եք տեղափոխվել եւ ուզում եք մի բան անեք, չգիտեմ այս ապրանքը ինչ է, բայց բոլորից էլ բերեք։ Շատ դեպքերում, որ մենք կարող է դպավորությունները այնքան էլ չէր, որ կընդունենք, կամ ոնց կլինեն, էլի գային դարբեր մտածող մարդիկ, որ եղբայր իզուր պիտի բերես ու ինքը կարող է չաշխատի, վերադարձ թափվի, ավելավա չբերես։ Բայց մեծամասնությունը դրական մոդեցում առանց իմանալու հայրենադարձի ինչ որ մի հայրենադարձ այն Սիրիայի դղեն անունով էլ կարող չէին ճանաչում կամ դեռ չեն ճանաչում այդ տենց էլ դպավորում են ինչեւ այսօր տեսնում եմ այդ մարդկանց ու այնպես դպավորվել եմ իրանցով եւ թիվով 1-2 չեն շատ են ահագին շատ են իրականություն է որ ես իրենց շնորհակալություն եմ հայտնում այն որ ինձ անցամբ հանդիպել կամ ինքը հանդիպել է մի հատ այլ Սիրիայի որ ինքը փորձել է իրան օգնել այսօր այդ Սիրիայի խնդիրներ վաղը կարող է այլ քաոտի լինի ինչպես որ դրանից առաջ Իրաքներ կամ Ուկրաինաներ կամ Արցախներ Արցախը արդեն հաշվում եմ Հայաստան այդ մասով ցանկացած մարդ որ ինքը կարող է իրան օգնել ինչ որ մի բանով մանավանդ որ ինքը արդեն այլ պայմանների մեջ է ու արդեն այլ գերբես իրան ընդունում ու շատ սրդապած այդ ես հաստատ բոլորից անցամ շնորհակալ եմ այդ մասով ես ես ասեմ ես էլի 20 տարի այստեղ եմ բայց կարևոր է որ դուք ծեր մոդեցումն էլ ցույց է տալիս որ մարդիկ ինչպես են արձագանքում որովհետեւ մարդկա որ շատ ավելի քիթը բարձր մեծամիտ մոդելումը ու շուտով զգում է թիմացինը շատերը կան որ գքան ստեղ 2 օր սպիրկահայեր շուտով գասեմ որ մեր հետ վատ են վարվում ես էլ առաջին հարցս կլինի ինչպես խոսացիր որ սենց բան եղավ որով մենք 20 տարի այստեղ ենք կյանքում մեկը մեզ հետ սխալ չի վերել այս աբացույցը որ բիզնեսի մեջ նույնիսկ մարդ որ քրբանից նույնիսկ փող բիդի հանի չգիտի ինչ է ապրանքը ինքը քաչալելու համար դարիս է բայց ես վստահ եմ հիմա չեք պատմել ինչպես եք դուք մոդեցել այդ հարցին Ձեր մոդեցումը ես գիտեմ նաև որ դուք շատ Հայաստանը ծնված բնակարանի հետ շատ մեծ շփումներ ունիք իհագարակ շատ սպիրկայերի որոնք 10 տարի այստեղ են շփվում են միայն իրենց նեղ հայրենադարձների հետ այդ շատ կարևոր գործիք է որ մարդը բիզնեսի մեջ հաջողվի իրականության մեջ անպայման կուզեմ նշել այդ խանութներից բացի որ ինչպես կարողացանք ավելի շատ ընկերությունների մեջ ներգրավել թեկուզ մի տեղը համահիմնադիր մի տեղը ինչ որ բիզնես ուղղվածություն զարգացնող բացի կանաչ սնունդից որովհետև մեր նաև կանաչ սնունդի ամենալավ աճը եկավ այնտեղեն որ ես անցամ փորձեցի այն տոպիկից դուրս գալ ինչ որ մերոնք են որտեվ հասկանում եմ մերոնք գիտեն լավ ինչպես ուրիշներու հետ ծանոթանալ ու մենք հանդիպել ենք 4 մարքեթինգում առաջ անգամ երևի 18-ներ կամ 19-ներ չեմ հիշում ու արդեն այնտեղից սկսավ այդ ճանապարհը որ մենք այդ փակ մտածելակերպից դուրս եկանք գաղաբարը գոդրեցիք փակ մտածելակերպից որտեղ մենք երևի սպիրկի մեջ ապրելով շփումը մենակ մեր շրջապատի հետ մեր
բարձրազգան խմբի հետ կամ մեր չեմ գիտեր միության անդամների հետ հետո մաքսիմում գնալալ ուրիշ հայկական միությունների հետ չփեինք բայց արդեն արաբական կամ իսլամական բաների մենք զգուշորեն խուսափում էինք գրոնքի հետ կապված լեզվի հետ կապված բայց այդ գենետիկ արդեն մեր հետ եկել են որ փակ մնալ չշփվել ինչ որ միտեղ բարձր խոսել ինչ որ գենաց ասել իրենք մենքի խնդիրներով անշուշտ ու թեգուզ սովորական գենաց ասել 15 30 40 100 հոգու արչև ինչ որ բարդ է մեծ համար հիմնականը սպիրկա է մանավանդ որ հայաստանցի են բոլորը օդար շրջանակ հիմա դա իհարկե շատ հեշտ չէր խոսելով շատ հեշտ է հիմա շատ սիրուն ներկայացնում եմ բայց իրականում շատ վատ օրեր են եղել շատ դժվար օրեր էլի կքան գանցնեն կմնա մենք այդ խնդիրին ոնց նայենք ոչ թե մեջից այլ դրսից նայենք որովհետեւ ինչ որ մի էտապա ինչ որ շրջանա որ կարա անցնի այդ կլինի բիզնեսում այդ կլինի միջավայրում հետևաբար անդամակցել եմ միությունների բիզնես ակումբների որը խրախուսում եմ ցանկացած բիզնես ակումբ որ տեսնում եք կարող եք միանալ դուք որոշեք որը ցեզ հարմարա որը նպատակները ցեզ ավելի հոգեհարազատ են սրտանցեն շատ օգնում են մարդու մտածելակերպը փոխելու մարդու շրջապատը փոխելու չեմ ասում վաճառք ավելացնելու դա ամենավերջում որովհետև գալիս այդ կոնտակտներ ստեղծելու առնվազն ընդհանուր որ դու կարողանաս մարդկանց մտածելակերպը հասկանաս որովհետև միշտ չէ որ մենք ճիշտ ենք իմ ճիշտը այսօր իմ համար է եթե ձեր կողմից նստեմ հաստատ ես այդ ճիշտը չեմ բայց դուք ճիշտ եք ձեր կողմով որովհետև կանաչի եւ գարմիրի մեջ չկա սիրուն կանաչը իմ ճաշակն է գարմիրը ցերն է նույնը բիզնես ընդրելն է որ բիզնեսով անեմ ինչ անեմ կամ ոնց անեմ այ մարդ իր ցևով է փորձում է դյանի կամ ոնց ապրեմ կամ որտեղ ապրեմ արդեն որտեղ ապրեղում որ մենք սկսեցինք եթե քո նախասիրությունը քո հոգեգան հարազատությունը որ լինեմ ինչ որ միտեղ բոլորը հայ են գիտես որ մերոնք են լավով վադով չեմ ասում բոլոր հայերը լավ են ես էլ մի օր լավ մի օր վատ ես էլ մի օր ինչ որ մեկին շատ վատ ցևով կարող է քշպեմ ինչ որ մեկը ինձ է արել որովհետև ես էլ եմ մարդ կարող է այդ սկացական դադանումները ամեն օր ունենամ նայած որ ռոբեին ով ինչ ոնց կխոսանք այնպես չէ որ ես շատ լավ եմ կամ սուրբ եմ կամ շատ բարի եմ մոդենում ինչ որ կարող է մեկը զանգի ասեմ ազատ չեմ փագեմ օրինակի համար ինչպես որ ավելի ճիշտ է մենք հալ այդ ինչ որ մասն ենք չէ որ հայերը գցեն հայրու հետ կոր չլար բայց ես էլ եմ չէ հայ երբ որ Դարոնին ասեն մի հատ հայ գա անունը Ավո է Դարոնը ասում է Դիրանը ասում է որ հայի հետ կոր չեն կրնարանել բայց ես այդ հայն եմ չէ եթե ես հալ նույն ցևով մտածեմ անորոշ ավելի ճիշտ կլա ամեն ինչ ավելի ճիշտ թափանցիկ ավելի զգուշ ավելի ապահով անել բայց ոչ թե չնել որովհետև չնելու դեպքում արդեն դու չես արել բայց անելու դեպքում կարող է հաջողի կարող է չհաջողի քո ռիսկը չափելով իհարկե դու ես մեղավորը եթե չհաջողվեց հետո եւ ռիսկ չես գնում չես փորձում չես եթե չես ներ անշուշտ այսինքն միշտ սենց նախա մտածումներով որ այս չի լինի սրա հետ չի կարելի աշխատել կմնաս վերջում միանշանակ Ավո ջան միան ուզում եմ նաև դուք շատ գեղեցիկ ասեցիք որ առաջին անգամ որ երեխան ծնվեց հետո ուզեցիք գալ ստեղ ընտանեկան մթնոլորտը շատ կարևոր է հաջողվելու մի քիչ առաջ խոսացինք դրա մասին հաջողվելու բիզնեսի մեջ հաջողվելու որպես մարդ ընտանեկանը ինչպես է այսինքն որ կորձից գնում ենք դուն ինչքան լավ է ինչքան դարբերա Հալեբից կամ ձեր ընկերները Ամերիկայից ինչքան է հաճելի ձեր երեգոյան կյանքը Շատ լավ հարց եք տալիս ես ուրիշ կերպ պատասխանեմ հարցին մի քիչ երևից կամ ուրեմն այս խնդիրը ես անցամ շատ եմ մտածել ու հասկացել որ ես ինչքանով կարողանում եմ այդ բալանսը պահեմ կորձը ընտանիքը ընկերները ես անցամբ իմ համար ինչ որովհետև եթե ես գամ մնացածը կարող է շարունակվի որովհետև մարդուց է սկսում ու քախնիկ չէ ես արդեն հունվարից կսկսեմ երբ որ վերջնական կունենամ սերտիֆիկատը բիզնես քոուչ եւ լայֆ քոուչի երկուսի մեչինգն է նույն ժամանակ ինքը ICF-ով վավերացված ընդհանուր ֆեդերեյշնով ու ես իմ վրա աշխատելով այդ հասկացել եմ որ դա ինձ պետք է իրականում որովհետեւ տեսնում եմ իմ շրջապատից շատ մարդիկ որ շատ լավ վիճակում են իրենք մեծ թվում է որ շատ լավ հարաբերական է որովհետեւ իրան որ հարցնես կարող է այդ չի այդ մարդու ուծածը շատ լավ ճաշտոնով կամ շատ լավ բիզնեսով կամ շատ լավ դեղով իր գումարով բայց այդ մարդը ինչ որ մի բան գործրել է որ իմ կեմանքը գումարով չի կարողանում բերի ու շատ ենք հանդիպում դրանք իրականում շատ ցավալի է բայց իրականություն է հարց է հետևաբար հասկացել եմ որ մարդը դարձել է իր բիզնեսի գերին ոչ թե բիզնեսի դերը եւ բիզնեսի ղեկավարը այլ բիզնեսը ղեկավարում իրան ինքը երբ հարտնանա երբ քնի երբ աշխատանքի չջամփորտի ընդհանրապես թեգուս կամ գտրվի իր ամենահաջելի չգիտեմ երեխեքին դբրոցից վերցնելու այդ բահին կամ ինչ որ ծնունդ չեմ ասել որովհետեւ Հայաստանի մեջ ծնունդները ավոր փառավոր են թեգուս մանրուկները որ իրանք մանր ու գոյանում են գերդում են այդ մեծ լերը այդ մանրուկները գործնելով մի բան էստեղից մի բան ընդեղից ի բիզնեսի հաշվին
կամ չհիշելու կամ չանդրադառնալու դրա հաշվին ու այդ բալանսը գործնում են վերջում կամ դիվորս կամ երեխեքը լրիվ ուրիշ կերպ են մեծանում կամ ընդհանրապես ուրախ չեն ոչ աշխատանքում արդեն ոչ էլ գործում որովհետեւ մարդ իր աշխատանքի մեջ բերում է իր դան խնդիրները եթե գիշերը լավ չի քնել, եթե խնդիրներով արթնացել ու ինքը գալիս արդեն առաջինից սկսում այդ ճղայնությունը թափել էմոցիաները արդեն վատ սկսել փոխանցել, ու դե փոխանցիկ են իրանք կամ հագարակ եթե ինքը լավ է գալիս է դրամապանությամբ, այդ դրամատրությամբ ու ավելի լավն է սկսում շրջաբադում արդացորի նույնը հագարակը եթե բիզնեսում խնդիրներով այդ մարդը չի աճողել ու չեն վճարել գումարները, վաճառքը չի եղել, դիլը չեղյալ են արել, ինքը այդ նույնը բերում է դուն արդեն երեխեքից մեկը գալուց արդեն ինքը շատ ավելի վատ ձևով արձագանքում է հիմա ժամանակը չի հավես եւ այլն ու այդ սկսում է արդեն ուրիշ լարվածություն բայց երկուսի մեջ մի հատ քիչ ցնել բալանս ցնել որտեղը մնա այնտեղ որ մեկը մնա այստեղ քանի ժամ դու դրամատրվես քո բիզնեսում քանի ժամ դրամատրվես քո ընտանիքում կամ քո սիրած սպորտում թեկուզ ֆուտբոլ կլինի չգիտեմ վազել կլինի թեկուզ այգիում քայլել կլինի ցանկացած բանի շատ կարևոր այդ երկուսի բալանսը պահելը իրականում եւ մարդը առաջ ծնվել է որ ինքը վազել են եղնիկի հետևից կամ ինչ որ մի բան որսացել են երկու օր հետի գերել են հիմա հագարակն է 48 ժամ վազում են որ մի 2 ժամ վերջը նստեն հանգիստ ուտեն արդեն այդ բալանսը փորձեն բահել ճիշտ որոշում է ես միշտ իմ խորհուրդների մեջ ես ներառում եմ անպայման 100% որովհետեւ այդ բալանսը որ խախտել է ոչ միայն այստեղ աշխարհում խախտել են ինչու որովհետեւ մարդուն սովորացրել են սովորի աշխատիր ինչու որ պետ բյուջեն լծվի այնտեղ բայց մեկը չի մտածել որ ընտանիքն է գործնում կամ երեխան իրեն գարոդում է արդեն ինքը պիտի մտածի ոչ ոքի փոխարեն ծեր ընտանիքի մասին մեր ընտանիքի մասով առաջի աղջիկս ուրեմն ես ամուսնացել եմ Սիրիա Հալեբ կինս իր ընտանիքով տեղափոխվել էր Հայաստան նախքան մեր ամուսնանալը Վերջի որոշում կայացրեց ով պիտի Հայաստան կամ ես թե ինքը կա Հալեբ որոշել ենք որ ինքը գնում է ու հետ Հալեբ վերադառնա որովհետև շուտ էս հարցերը կավարտեն պատերազմի ու ինքը հետ վերադարձավ թեպի Հալեբ եւ այդ պատերազմի ժամանակ մենք ամուսնացանք երեխան արդեն 9 ամսական էր այսինքն կինս եղի 9 ամսական 6 ամսական որոշեցինք որ զնտապերություն անի իր ընտանիքի մոտ որովհետեւ այնտեղի վիճակները շատ վատ թեկուզ հիվանդանոցների թեկուզ վարելիքի խնդիր կար կարողա չունենան հոսանք չկար երևի ամենալավ որոշումը այնտեղից է սկսել որ առաջի աղջիկը ծնվի Հայաստան ու Հայաստանի արդեն քաղաքացի լինի ինքը ծնված Հայաստանում ու պատմեցի ոնց տեղափոխվեցինք Հայաստան երկրորդ աղջիկս արդեն ծնվեց 2019-ին եւ ես այն ժամանակ Հայաստան չէի էլի կորձով էի չեմ եղել այդ ծննդաբերության շաբաթը որովհետեւ նաև տուրիստականով էի աշխատում ու շատ մոտիկ ընկերներ ունեի որ Արևմուտք Հայաստանը պետք էր շրջեինք ու ես եղել էի Սասունում այդ Սասնու քյուղերին ինչ որ մի քյուղում էինք երբ որ երկրորդ աղջիկս ծնվեց երկուսը արդեն առաջինը հիմա 4-րդ դասարանն է երկրորդն էլ առաջի դասարան արդեն հայկական դպրոցա հաճախում դե հայկական արդեն չկա Սիրիա մասն հայկական ուրեմն իրանք լեզվի մասով արեմդահայերենը լրիվ բարերով հնչյուններով հիմա հաստատ մեր Հայաստանի դիտորդները ասում են ոնց է հնչյունները լավ չի հնչում բայց իրանք լրիվ այդ հնչյունները դարերը լրիվ հնչում են ոնց որ ճիշտ պետք է արվի բայց իրանք մի հատ թեքվելուց որ մերը դեն խոսում արդեն արեմդահայերեն լրիվ մեր հետ արեմդահայերեն արդեն իրանք հասկանում են ում հետ ոնց ինչ պիտի խոսան ու կողեն դբրոցը բարաբմունքները չգիտեմ իրենց սիրած բաները անում են դբրոցից հնարավորինս իրանք սիրած ուղղություններով զարգացնում են իրանք բանը բայց շատ որ ասեմ հարմարվել են ուղղակի իրանք չեն տեղափոխվել որ Հալեբ մինչև երկրորդ դասարանը հիմա երրորդը սկսի Հայաստան իրանք 0 են արդեն այս դեսազին այս է եւ իրանք այսօր շատ կող են մենք ալ կող ենք իրենք շատ կող են շատ լավ է իսկ ծեր խորհուրդը սպիրկահայի ծեր գարկավիճակով նոր ամուսնացած մի երեխայով ինչ է ծեր խորհուրդը հայրենադարձության թեմայի դակ ասպես ասեմ խորհուրդ քիչ մը բարդ է քիչ առաջ էլ ասի խորհուրդ քոչը ընդհանրապես խորհուրդ տալու իրավունք չունի դի դարբերություն խորհրդադու է քոչը խոսացեք որ մենք էլ համոզվենք քոչը գտնում է այդ մարդու մեջի աբակայի հնարավորությունները եւ փորձում է դրանք բացահայտի մարդուն որովհետեւ այդ մարդը ունի բայց չգիտի ոնց է սկսի ինչպես է սկսի որ ուժեղ գետը ինքը ունի այդ մարդը
Ես եկեք ուրիշ կերպ ասեմ, ես անպայման կուզեմ եւ վստահ եմ ամեն մարդ կուզե ինքը լավը անել, չէ, վստահ ոչ ոք չի ուզենա, որ ինքը վատ լինի կամ չանի։ Թող էդի սկսի իրանց ընտանիքների մեջից, որտեղ որ ապրում են, եթե խոսքը գնում է ուղիղ սփյուռքահայության։ Իրանք իրանց ընտանիքներում թող լինեն առողջ, ուրախ, երջանիկ, ամուր, ընտանիքի սրբությունը բահելով, ու եթե իրանք ունեն այդ հայրենացարցության միտքը, իրանք սիրում են Հայաստանը, հայերը, հայերի մեջ ապրել, այդ հնարավորությունը եթե իրանք ու գուզեն ունենալ եւ ապրել այդ մթնոլորտի մեջ, որը սկսած բոլորը հայ են իրան չրչաբադուն, հայ ասելով նաեւ հայը իր առաքելությունը պիտի բահի, հայը չի խափում, հայը սուտ չի խոսում, հայը որ ասում ենք, այդ իդեալական հայի մասին եմ ասում, իրանք թող այդ քաչությունը ունենան, եթե ուզում են։ Եթե ուզում են դեղափոխվեն, մանավանդ ավելի վատ երկրները, որ հիմա պատերազմական է կամ կայուն չէ վիճակը, նաև որ իրանք ֆինանսական լավ վիճակի մեջ չեն, իրանք պետք է այդ քաշտյունը ունենան, այդ ուսերնուն վրա վերցնեն այդ հայրենատարածության խնդիրը եւ իրանք երեխեքի փոխարեն էդի գրեն բերեն այստեղ։ Եթե հիմա իրանք չարեցին, ես կգարձեմ, իրանք երեխեքը մի օր ասելու են, որ ես էլ գուզեի, որ պապաս 40 տարի առաջ կար Հայաստան, ես Հայաստան պիտի ապրեի մինչեւ վերջ։ Բայց հնարավորություն չի ունեցել հայրս կամ վախեցել է կամ չի ուզեցել որ ինքան մենք այնտեղ լավ ենք ապրել ընդհանրապես գարիք էլ չի եղել Հայաստան տեղափոխվելու կամ ժամանակը չի իսկացել հիմա եթե սրտանց ուզում եք այդ տեղափոխվելու խնդիրը ունեք այդ քաշտյունը պետք է որովհետև ռիսկ է որ ոնց որ այնտեղ դուք ռիսկի մեջ ամեն օր ապրում եք հիմա եթե հնարավորություն ունեք փորձեք այդ հնարավորությունը գտնել եթե չունեք ու տեղափոխվել Հայաստան ու սпасել ամենավատից ամենալավը ու հետո դուք այդ վատերը հաղթահարելով հասնեք ամենացեր ուզած կետին ինչպես որ մեր նախահայրերը եւ որ ակսորվեցին դուրս եկան երկիրից այսինքն իրենք էլ դժվարություն ունեցան վերջը ծնվեցինք մեր սերունդները որոնք լավ ապրեցին դրա համար իմ ասում նաեւ այս նոր սերունդը որ իրենց մե հետո պիտի կա դուք պիտի աշխատեք իրենց համար իրենք չէ որ պիտի աշխատեն այսօր նոր դարվա շեմինենք երևի ամեն մեկ հայր ընտանիքի թոմադազի որ նվերներ առնելու փոխարեն մի հատ նվեր թողան իր ընտանիքին ու իր հաջորդ սերունդներին հայրենաթարցություն փաթեթավորված ու որոշիկալ մեր նման մեր խորհուրդներով նաև գարանք օգնենք բոլորին որ կարողանան ստեղ հարմարվեն կորց գտնեն եւ ու մնան այս գեղեցիկ երկրի մեջ Աղոջան շնորհակալ եմ Ասլավ Ես եմ շնորհակալ Զրույցի համար Աստված օրհնի ծեր ընտանիքը 2 տարնա 3 հաստատ որ երկիրը մեծանա շադալա Աստված բայցեր կորձերը ու հույսով եմ հաջորդին ավելի մեծ ծրագիրների մասին կխոսանք Շնորհակալ եմ շնորհակալ